Կառավարության որոշմամբ 2026 թվականի սեպտեմբերից առաջին և երկրորդ երեխաների ծնվելու դեպքում ընտանիքներին տրամադրվելու է միանվագ 500,000 դրամ, նախկին 300,000 դրամի փոխարեն։ Հարցախոսի միջոցով փորձեցինք պարզել քաղաքացիների կարծիքները որոշման վերաբերյալ։ Երեք եմ տեսել ինտերնետով։ Մարդիկ դա բավական է։ Չեմ կարող ասել։ Ինձ թվում է էլի, որ մի քիչ բարձրացրել են, նորմալ է։ Էլ ինչ որ մի կարիք կարողանան հոգալ իրենց բալիկների համար։ Ծնելիության մակարդակը երևի կբարձրանա մի քիչ էլ։ Գումարային առումով մեծ ակնկալիքներ որպես այդպեսին չունենք։ Աշխատում ենք ինքներս հոգանք մեր բալիկի կարիքները։ Դե պետության կողմից էլ ինչ կընդառաջվի որպես օգնություն։ Բայց ինձ թվում է այդ մեծ գումարի շեմը որ կար, ինքը իրականում անապահով ընտանիքները, հիմնականում գյուղերում զուտ գումարից դրդված էին այդ 3 եւ ավել երեխաները ունենում միանվագ նպաստի համար, հետո արդեն մեծ խնդրի առաջ էին կանգնում երեխաներին պահելու հարցում։ Այսինքն զուտ գումարի համար ունենում էին, հետո ինչ որ առումով ճիշտ է, ինչ որ առումով սխալ, մեկին օգուտ է, մեկին վնաս, նայած որ տեսանկյունից դիտարկենք։ Իսկ ըստ ձեզ բավարար է 500,000 դրամը։ Նայած ինչ ընթացքի համար, զուտ հիվանդանոցի ծախսերը հոգալու, այո, բայց հետագայում փոքրիկ պահելու համար իհարկե ոչ, որովհետև երեխայի ծախսը բնականաբար ավելի շատ է, բայց այդ մի ընթացքը հիվանդանոցի ծախսերի համար բավական է։ Ինձ թվում է գումարը ընդհանրապես չպետք է նպաստի ունենալ չունենալուն որոշմանը, գումարը կամ գումարի չափը։ Դա ինձ թվում է անձնական որոշում է երեխա ունենալ թե չունենալ։ Իսկ ըստ ձեզ 500,000 դրամ որ դարձել են դա բավարար է։ Դե չէ, ինչին է բավարար, ոչ մի բան է բավարար չի։ Ավելի շատ պետք է լինի։ Ինչքան։ Դե չեմ կարող ասեմ, ոչ չեմ կարող ասեմ շատ։ Ըստ ձեզ դա կխթանի, որպեսզի ծնելիության մակարդակը ավելանա։ Կարծում եմ միջոցներից մեկն է, որը պետությունը կարող է ձեռնարկել, ինչու ոչ։